Արարատյան խոհանոց, խոհարարական նորարարություններ, լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այս ամեն ուզում ենք ձեզ փոխանցենք մեր տաղավարից իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ, Անի Պանդոկ ռեստորանի ավագ խոհարար Արտուր Սահակյանը։ Ողջույն Արտուր։ Ողջույն, ինչպես ես։ Շատ լավ, իսկ դուք։ Լավ եմ եւ նշեմ, որ հեռուստադիտողները եւս մեկ անգամ ցանկացել են քեզ տեսնել եւ իհարկե դու քո նախաձեռնությամբ ես եկել նորարարությունների տարափ է։ Այո, անպայման։ Մոտ եւ դա շատ լավ է։ Ինչ նորարարությունով ես ներկայացել։ Այսօր պատրաստելու ենք գարի մսով սուպ, Այո։ անունը գուրման։ Ըստ թվում է կհամապատասխանի իր անունի սուպը։ Շատ լավ։ Փորձենք տեսնենք, մինչև չտեսնենք ինչ ասենք։ Օգտագործելու ենք գարի միս, գարի թանձրուկ, ոսկորների դեմիգլաս կոչված գարան ոսկորներից կարմիր գինի եւ բանջարեղեններ։ Բանջարեղեններ, տակդեղ, սմբուկ, լոլիկ, նեխուր եւ այլն։ Ես սկսեմ առաջերտին տապակը ձետ լցնենք, մի քիչ կտրատման ձևերը կհուշես, չէ՞։ Այո, կարող է։ Ինչ տրամադրություն ունես, նորարարությունները։ Շատ լավ, գարուն է, շատ լավ տրամադրություն։ Իսկ կարևոր չի, որ մտածես նախ եւ առաջ խոհարարության մասին եւ խոհանոցի մասին, չէ՞։ Կարծում եմ ամենակարևորը։ Ինձ թվում է ամեն խոհարար մտածում է ամեն վարքյան իր գործի համար։ Ինձ այդպես չի թվում իհարկե։ Ես այդպես եմ։ Բայց շատ լավ կլինի, որ բոլոր խոհարարները մտածեն խոհարարության մասին, մտածեն։ Սմբուկը նույն չափով, հա։ Այո։ Համաչափ։ Ամեն ինչ կտրատում ենք համաչափ։ Ես խնդրեմ սա։ Սոխը։ Գարան հաստ կողով, ամբողջական։ Հիմա շատ երիտասարդ, կամ ընդհանրապես ռեստորանային խոհարարներ կմտածեն, դե մեզ մոտ այդքան խորոված ենք տալիս հաստ կողով, հիմա էլ հաստ կող պահի, որ պիտի ապուր պատրաստես։ Բայց շատ հետաքրքիր ապուր է ստացվում, իմիջալեք ասեմ, խորհուրդ կտամ, որ բոլորը փորձեն, գոնե փորձի համար թող փորձեն եւ կնկատեն, որ շատ համեղ է ստացվում։ Համեղ ստացվելու հետ միասին նաև հետաքրքիր ապուր է, ես տեսել եմ այս ապուրը, պատրաստված։ Ես ձեզ ցույց եմ տվել նկարը։ Այո։ Ես ինչ պատրաստում եմ, սկզբից պատրաստում եմ, փորձում եմ, նոր ներկայացնում եմ մեր հանրությանը։ Մարդը կարող է համեղ չստացվի, ինչ-որ ավել բան կա, պակասացնել։ Արտուր ջան, մտածելը հենց դրա մասին է, որ ես նշում եմ, այսինքն խոհարարության հետ մասին մտածելը հենց այդ նկատի ունեմ, որ պիտի փորձարկումներ անի խոհարարը։ Անպայման։ Սկզբից արդեն ավելացնենք գազարը, որ համաչափ երթի, հերթականությամբ ենք տապակում, ըստ իրենց ջերմային մշակման պահանջի։ Անպայման։ Բայց խնդրեմ սմբուկի սև կողով էլ, որ գեղեցիկ եմ երևա, Չմաքրված այս։ Չմաքրված, ամեն։ Ավելացնում ենք արդեն սոխը։ Ցանկության դեպքում տապակի մեջ էլ կարող ենք պատրաստել ապուր։ Չէ՞։ Այ ինչ ցանկը, միայն ցանկություն լինի։ Բաժնային ապուր պատրաստելիս կարծում եմ պարտադիր Մեծ կաթսապետ չի։ Հարկավոր չի։ Փոքր բաժինը, մի բաժին, երկու բաժինի համար կարող ենք օգտագործել այդպեսի։
Ոնց ավելացնում ենք ծխտեղը։ Վառ գույներով սուպ է լինում, ապուր։ Պիտի միշտ խորհուրդ տանք մեր խոհարարներին, մանավանդ երիտասարդ խոհարարներին, ու ինչու երիտասարդ, որովհետև փորձառու խոհարարներին մի քիչ դժվար է համոզել որևէ բանում, ցավոք սրտի իհարկե։ Պիտի խորհուրդ տանք, որ չխուսափեն նորարարություններից, չխուսափեն իրենց միտքը ներդնելուց, իրենց մտքի արգասիքը ներդնելուց։ Անպայման։ Հենց այդպես է, որ զարգանում է խոհանոցը։ Ինձ թվում է ամեն նորարարություն դա մեր պատիվն է, մեր հայ լինելու պատիվն է, որովհետև մենք աշխատում ենք պատրաստել հայկական ծննդամթերքներով եւ զարգացնենք մեր խոհանոցը։ Եթե մենք ենք այդ նորարարության հեղինակը, բնականաբար նա կարող է արժանաբույնը զարդարել մեր ազգային խոհանոցը եւ ներգրավվել մեր ազգային խոհանոցի բաղադրիչների մեջ։ Լոլիկ ավելացնում ենք ամենավերջում։ Ավելացնում ենք դեմիգլաս կոչվածը։ Կարող ենք այդ գառան սոուսը, ոսկորի սոուսը բացատրել, թե ինչպես ենք պատրաստում։ Այո, հեսա 1 րոպե հեշ պահ, ավելացնում հյունին։ Ասեմ, ինչպես ենք պատրաստում, վերցնում ենք գառի ոսկորները, ոչ միշտ, որ շատ դրան միշտ չլինի։ Այո։ Եփում ենք սոխի եւ բանջարեղենի հետ ընդհանուր։ Եվ այդ թանձրուկը մոտ եփում ենք սկզբից իրեն դուխովքում վառում ենք, մի քիչ որ գույնը Բովում ենք, որ մի քիչ գույնը փոխվի եւ խաշում ենք բանջարեղենի հետ, որ ստանանք արդեն թանձր մասա։ Թանձրուկ։ Շատ լավ։ Բոված ոսկորներից Եվ խաշ։ ավելացնում ենք ջուր։ Բավական արդեն։ Դեռ աղին եւ որևէ այլ համեմունքին ձեռք չտվեցին։ Ոչ։ Ես վերջում եմ օգտագործում դա։ Քանի րոպե պիտի խաշվի։ Մոտ 10 րոպե։ Մոտ 10 րոպե։ 10 րոպե կխաշվի, հետո մենք կմիանանք նորից եւ արդեն համեմունք Պղպեղ, այո, անպայման։ Շատ լավ։ Արդեն լոլիկի ավելացնելու ժամանակ։ Թեթև խառնում։ Սովորաբար մենք ապուր հասկանում ենք, երբ որ ամեն ինչը այդպես լավ եփված, խառնված։ Շատ եփված է մի բան, չի շատ եփված արդեն համայն հատկությունները արդեն կշատագործվելու։ Ավելացնենք աղ եւ սև պղպեղ։ Եվ թողնենք մի 3 րոպե եւ արդեն պատրաստ կլինի մեր ապուրը։ Վերցնում ենք արդեն տապակը եւ Գույնը տարածվեց։ շատ զգուշորեն։
մեր գուրման ապուրը պատրաստ է։ Գուրման ապուրը պատրաստ է, որը նաև հիշեցնում է մեր բոզբաշը ավանդական նոր մոտեցմամբ, նոր պատրաստման եղանակով։ Ապրես դու, խնդրեմ, եթե դու ասելիք ունես, իսկ դու միշտ կարծեմ թե ասելիք ունես մեր հեռուստատողներին։ Նախ առաջինը արդից նորից օգտվելով միամսյակը շնորհավորենք, որովհետև ինձ թվում է միամսյակի մեջ ենք դեռ, կանանց տոնը շնորհավորենք, ցանկանանք իրենց ամենալավն ու բարին եւ թող համտեսեն մեր նորությունները։ Շատ լավ, բարեկամներ, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք պատրաստեցինք ապուր եւ սկզբից մենք տապակեցինք գառան հաստկողը, այնուհետեւ կտրատեցինք տակդեղ երկու գույնի սմբուկ, սող, տապակեցինք գազար, միասին այդ նույն տապակի մեջ տապակեցինք, ավելացրինք մի քիչ ոսկորի արգանակ գառան, կարմիր անապակ գինի եւ տապակելուց հետո թողեցինք, որ շոքեխաշվի բանջարեղենները վերջում մոռացակ։ Մեր սերը։ Այո, վերջում, սերը վերջում ավելացրինք եւ կերակուրը պատրաստ է։ Ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտուրին։ Ցանկանանք, որ երբեք նրա այդ մտքի թռիչքը, նրա այդ երևակայությունը կանք չառնի։ Դրանից մենք բոլորս հաստատ կշահենք։ Շնորհակալություն, ապրես դու Արտուր ջան։ Բարեկամներ, այսքանն էր այսօրվա համար, ուզում եմ, որ մենք միշտ լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ապուր գուրման, գառի հաստկող 100 գրամ, սմբուկ 50 գրամ, տակդեղ 60 գրամ, ստեփխին 60 գրամ, սող 60 գրամ, գառի թանձրուկ 80 գրամ, կարմիր գինի 50 գրամ, մաղադանոց 20 գրամ, լոլիկ 50 գրամ, աղ, պղպեղ, բարեախորժակ։